Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի եւ Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը կարևոր հիմք ու երաշխիք է հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար։ Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը։ Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջև տնտեսության, այդ թվում ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի հետևողական իրագործմանը։ Միաժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Իրանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպում է ունեցել նաև Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ավելի վաղ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցել Արարատ Միրզոյանի եւ Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Երկու երկրների նախարարները հանդիպման արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով եւ պատասխանել լրագրողների հարցերին, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում սա Սեյեդ Աբբաս Արաղչիի առաջին այցն է Հայաստան, բայց Հայաստանի արտաքին գործերի նախարարն իրանցի պաշտոնակցի հետ առաջին անգամ չէ, որ հանդիպում է, բայց եւս մեկ անգամ Արարատ Միրզոյանն ընդգծում է, բարեկամ Իրանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները շարունակում են զարգանալ կայուն կերպով, ինչը Հայաստանի կառավարության տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։ Նախարար Արաղչիի հետ քննարկումներում մենք ընդգծել ենք երկու երկրների միջև առկա տնտեսական փոխգործակցության կարևորությունը, որը շոշափելի հաջողություններ է գրանցել հատկապես վերջին տարիներին։ Կարող ենք արձանագրել, որ 2024 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ առնվազն 5 տարիների ցուցանիշը, եւ սա կարևոր արդյունք է։ Այսօր մենք շարունակել ենք քննարկումը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում պետք է նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորությունները լրացվել են նաև ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի։ Միրզոյանն ընդգծում է նաև Իրանն իր մասնակցություն ունի Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում, որոնք ոչ միայն տնտեսական, այլև իրականում ռազմավարական նշանակություն ունեն։ Նախարարի խոսքով Քաջարան Ագարակ ճանապարհահատվածի 32 կիլոմետրանոց հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը, խաղաղության խաչմերուկ նախագծի կարևոր բաղադրիչն է, ինչն ըստ Արարատ Միրզոյանի թույլ է տալիս փաստել, որ Իրանը ոչ միայն առաջին պետություններից էր, որը ողջունեց խաղաղության խաչմերուկ նախագիծը, այլև գործնականում ներգրաված է նախագծի կյանքի կոչմանը։ Վերստին ընդգծել եմ Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հաստատման գործում, ինչի կարևոր հանգրվաններից կարող է դառնալ խաղաղության համաձայնագրի արդեն իսկ ամբողջությամբ համաձայնեցված տեքստի ստորագրումը։ Օգտվելով առիթից երախտագիտությունս եմ հայտնում բարեկամ Իրանին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը ողջունելու եւ ստորագրումը կարեւորելու համար։ Բազմիցս ընդգծել ենք, որ մենք բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անձեռնխելության վերաբերյալ։ Ինչպես եւ Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անքակտելությունը ունի կենսական նշանակություն։ Այն, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ դեմ է միջազգայինորեն ընդունված սահմանների փոփոխությանը, Սեյեդ Աբբաս Արաղչին եւս մեկ անգամ հենց այստեղ է վերահաստատում։ Ես կարծում եմ բոլոր խնդիրները տարածաշրջանի ներսում երկխոսության եւ դիվանագիտության միջոցով պիտի լուծվեն, առանց ուժի կիրառման։ Իրանը ողջունում է տնտեսական հարաբերությունների զարգացումը, հարգելով յուրաքանչյուր երկրի օրենքները, տարածքային ամբողջականությունը։ Սրանից բացի որևէ այլ ուղի Իրանի համար ընդունելի չէ։ Մենք պայմանավորվել ենք, որպեսզի լավագույնս օգտագործենք երկու երկրների հարաբերություններում առկա պոտենցիալը։ Իրանը եւ Հայաստանը պատրաստ են պայմաններ ստեղծել տարանցման ոլորտում, որ իրանական բեռնափոխադրումները սև ծով եւ իրանական
ռուսական բեռնատարների փոխադրումը դեպի Պարսից ծոց, Հնդկաստան, Օման դյուրացվեն, ինչպես նաև հիանալի զրույց ենք ունեցել Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու վերաբերյալ բեռնափոխադրումները դյուրացնելու համար։ Սեյեդ Աբբաս Արաղչիի շուրթերով եւս մեկ անգամ Իրանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ ծրագրին, ըստ իրանական կողմի, այն մեծ հնարավորություն կստեղծի երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար։ Իրանը հուսով է, որ շուտով Հայաստանի ու Ադրբեջանի կողմից վերջնական որոշում կկայացվի խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ, թեև տարածաշրջանում վտանգներ իրանցի դիվանագետը դեռևս տեսնում է։ Էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի եւ հուսով ենք, որ այդ խաղաղության պայմանավորվածության ստորագրմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնին կհասնեն եւ տարածաշրջանում ականատես կլինենք կայունությանը, որը բոլորի շահերից է բխում։ Արարատ Միրզոյանն իր հերթին եւս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի դիրքորոշումը։ Երևանը պատրաստ է հնարավորինս արագ ներգրավվել գործընթացում եւ ստորագրել խաղաղության փաստաթուղթը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով պաշտոնական Բաքուն շարունակում է նոր նախապայմաններ տեսնել ու պատկերացնել։ Այս իրավիճակում նախարարի խոսքով պետք է շարունակել աշխատել, բանակցել եւ գտնել փոխադարձ ընդունելի, արժանապատիվ եւ երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործման ընթացքը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է ոլորտի ռազմավարական ուղղությունները եւ դրանց իրականացման համար նախատեսված միջոցառումները։ Մանրամասներ են ներկայացվել նաև քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող կապիտալ շինարարական ծրագրերի վերաբերյալ։ Նշվել է, որ ծրագրերը ներառում են դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական, մարզական հաստատությունների, դպրոցների, մարզադահլիճների եւ այլ օբյեկտների շինարարական աշխատանքները։ Ըստ այդմ 2024 թվականին իրականացվել է 60 ծրագիր, ընթացքի մեջ է 78-ը։ 2025 թվականին նախատեսվում է 40 ծրագիր։ Վարչապետը կարևորել է կատարված աշխատանքը եւ հանձնարարել քննարկման ընթացքում բարձրացված հարցերի ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Ազգային ժողովը այսօր սկսել է հերթական նիստերի աշխատանքը։ Օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկել է մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Օրինագծով, որը ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը, այսինքն բազային տուրքը 500 պատիկի փոխարեն սահմանել 3000 պատիկի չափով։ Օրինագծով նախատեսվում է նաև, որ պահպանվող անձին կարողանա ուղեկցել 1 մեքենա եւ առավելագույնը 3 պահնորդ։ Նախարարի տեղակալը պարզաբանեց, որ օրենքն ընդունվել է 2012 թվականին, որից հետո փոփոխություններ չեն կատարվել։ Հիմա գործող համակարգը ինչ խնդիրներ ու թերություններ ունի։ Որոշ պահնորդական կազմակերպություններ գրանցված են, բայց պահնորդական գործունեություն չեն իրականացնում։ Նաև գործող օրենսդրությունը ընդհանրապես գործիքակազմ չի տալիս, որպեսզի պատշաճ վերահսկողություն իրականացվի տվյալ ոլորտում։ Նաև երրորդ կարևոր հանգամանքը մենք ունենում ենք երկրորդ տրանսպորտային միջոցի կամ թիկնապահների ավել քանակի, որոնք որ հանրային անվտանգության տեսանկյունից մեզ համար խնդրահարույց են եւ շատ եկել չարաշահվում են։ Շնորհակալ եմ։ 2 մեքենայով են, 3 մեքենայով են, ինչպես ենք տարբերակելու։ Մասնավորապես հաճախ քաղաքացիների շրջան տարածված խոսույթ է, որ այսինչ գործարարին եւ նրան ուղեկցող անձանց պարկեցրել են գետնին։ Ես ուզում եմ հասկանալ, պետք է սկզբից ստուգել, տեսնել դա իրականություն է, թե ոչ, թե պետք է պարկեստել, որ ստուգել։ Կարծում եմ ընթացիկ իրավիճակում պետք է ստուգել, բայց որոշ օպերատիվ իրավիճակներում հնարավոր է նաև ավելի կոշտ գործողություններ լինեն։ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց նաև աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների փաթեթ ըստ փոխնախարարի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում արկա է աղետների ռիսկի գիտակցության ոչ բավարար աստիճան, հատկապես բնակչության իրազեկվածության եւ կրթվածության մակարդակի բարձրացման, աղետների կանխատեսման ու վաղ հասարարման, աղետներին դիմակայունության ուղղություններով։ Իսկ նոր կարգավորումները կնպաստեն այս բացերի վերացմանը, կընդլայնվի նաև թվային գործիքակազմը։ Նախագծի ընդունմամբ կներդրվի արտակարգ իրավիճակի հետևանքով կյանքի, մահվան, ինչպես նաև անձի գույքին եւ առողջությանը պատճառված վնասներից պարտադիր ապահովագրության գաղափարը, որի մոդելը կընտրվի եւ այլ մանրամասները կներառվեն ենթաօրենսդրական ակտերով։
Հաջորդ նախագիծը ներկայացրեց Արմեն Խաչատրյանը։ Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագիծը վերաբերում էր վարորդական իրավունք ունեցող քաղաքացիների տուգանային միավորների շեմի բարձրացմանը։ Հիշեցնենք, ներկայիս տարեկան 9 տուգանային միավոր սահմանաչափը առաջարկվում է դարձնել 13 միավոր, սակայն որոշ խախտումների դեպքում տուգանային միավորները կավելանան։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրինագծի հետ կապված ներկայացվել է մեկ առաջարկ։ Տիկին Զարուհի Բաթոյանը առաջարկություն է ներկայացնել, որ դիտարկել եւս երկու իրավախախտում որպես տրանսպորտային պատահարների առաջացման պատճառ, դա հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելն է կամ լուսային սարքերից օգտվելու կանոնների խախտումը, եւ մենք համաձայնության ենք եկել եւ այս մասով տուգանքի չափն է ավելացվել եւ բալային միավոր է դրվել յուրաքանչյուր իրավախախտման համար 1 բալ։ Ապա քննարկվեց անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը։ Ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունը վերապահվել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին, սակայն որևէ այլ կարգավորում դեռևս չի սահմանվել։ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը ներկայացրեց նոր կարգավորումները։ Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել պատշաճ վերահսկողություն անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղված իրավասու մարմինների, կազմակերպությունների, հանձնաժողովների եւ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների նկատմամբ։ Խախտում հայտնաբերելու դեպքում տեսչական մարմինը միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ վարչական ակտը վերանայելու առնչությամբ։ Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու վերաբերյալ նույնպես ներկայացվում է միջնորդագիր լիազոր մարմին, եթե բուժաշխատողը 1 տարվա ընթացքում ուղեգրման առնվազն 3 դեպքով թույլ է տվել խախտում։ Այսինքն ստացվում է, որ ընդհանցակարգային խախտումը բերելու է մասնագիտական գործունեությունից զրկելու առաջարկի, որը ըստ էության տրամաբանական չի կարող լինել։ Ինչքանով է տրամաբանական, որ ներ մասնագիտական ունակություններ ու կարողությունների տիրապետող բժիշկը ունենալով լիցենզիա տարին 3 անգամ ուղեկցի մի մարդու, որը որ ուղեգրման ենթակա չի եղել օրինակի համար։ Ինչքանով է տրամաբանական, երբ որ մարդը իր նեղ մասնագիտությունը ու ծառայողական պարտականությունները չկատարի տարին 3 անգամ մենք հայտնաբերենք ու որևէ միջոց չձեռնարկենք այդ ուղղությամբ։ Մենք չենք զրկողը, մենք առաջարկելու ենք, որպեսզի այդ ընթացակարգը լիազոր մարմինը քննարկի։ Այսօր քննարկված մեկ այլ նախագծով էլ առաջարկվեց որպես էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք կիրառել դրամական օգնության ինստիտուտը։ Փոփոխությունը առաջարկվում է հաշվի առնելով էկոպարեկային ծառայողների կողմից բնապահպանական իրավախախտումներ հայտնաբերելու, կանխելու եւ կանխարգելելու գործառույթներից բխող նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող ամենօրյա վտանգը։ Շանթերուստանկերություն, Հորիզոն։ Այսօր անցկացվել է Հայաստանի զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի գրակային պատրաստության քննությունը։ Դրան հետևել են Պաշտպանության փոխնախարարը եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Շտաբի պետը արձանագրել է, որ ատեստավորման գործընթացը ակնհայտ դրական է ազդել զինված ուժերի մարտական պատրաստության բարձրացման վրա։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո մենք վերադառնանք այլ տեղեկատվությամբ։
Թուրքիայի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն էին շարունակվում են զանգվածային ցույցերն ու հանրահավաքները։ Ցուցարարները բողոքում են Ստամբուլի քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ։ Կալանավորված ընդդիմադիր գործիչը երեք պաշտոնապես առաջադրվել էր նախագահի թեկնածու եւ հանդիսանում է Ռեջեփ Թայիպ Էրդողանի միակ իրական մրցակիցը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, կարծես թե ցույցերի մասնակիցների մարտավարությունը փոխվել է։ Այո, իսկապես, եթե մինչ 3 ցուցարարները պահանջում էին միայն Էկրեմ Իմամօղլուի ազատ արձակումը, ապա 3 հնչեցրեցին նաև նախագահի հրաժարականի պահանջը։ Բացի այդ նկատվում է, որ ցուցարարները արդեն պատրաստ են ուժային գործողությունների անցնել։ Մասնավորապես 3 փորձ էին ձեռնարկել շրջափակելու Գալաթի կամուրջը եւ նաեւ 3 տեղեկություններ էին տարածվել լրատվամիջոցներում, որ ցուցարարները ներխուժել են Անկարայում նախագահի աշխատակազմի տարածք, պալատի տարածք, թեև այս տեղեկությունները ավելի ուշ հերքվեցին, համենայն դեպս, որքան հասկանում եմ, նման փորձ իսկապես ձեռնարկվել էր։ 3 Ստամբուլի Սարաչխանե հրապարակում ամենախոշոր ցույցն էր վերջին 5 օրվա ընթացքում, տարբեր տեղեկություններով 1.5 միլիոնից 2 միլիոն մարդ էր հավաքվել։ Այսինքն վերջին 10 տարվա ընթացքում սա ամենախոշոր այսպես հանրային ակցիան է։ Եւ այն այդպիսի ցույցեր տեղի ունենում ոչ միայն Ստամբուլում, Անկարայում, այլ խոշոր քաղաքներում, այլ Թուրքիայի տարածքով 81 նահանգներից 55-ում մեծ ցույցեր են տեղի ունեցել։ Իրավապահները այդ ցույցերը ծրելու համար օգտագործում են եւ մահակներ, արդյունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, ավելի քան 1000 ձերբակալվածներ կան, այդ թվում նաեւ լրագրողներ։ Այս իրավիճակը արդեն ազդում է նաեւ Թուրքիայի տնտեսության վրա։ Ցույցերի առաջին 2 օրվա ընթացքում ազգային արժույթը լիրան կորցրեց իր կշռի գրեթե 4%-ը, իսկ ֆոնդային գլխավոր ցուցիչը փլուզվել է 17%-ով։ Դա հաշվի առնելով կենտրոնական բանկը այսպես կոնկրետ ռադիկալ քայլերի է դիմում, մասնավորապես ավելացրել է վարկային դրույքաչափը ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար եւ ամենաշատը տուժում է Էրդողանի ընտանիքի անդամներին պատկանող բիզնես կառույցները։ 3 չառաջին օրը ցույցում հրապարակվել էր Էրդողանի ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունների ցուցակը կամ այն ընկերությունները, որտեղ նրանք փայաբաժին ունեին եւ կոչ էր արվել չօգտվել այդ ընկերությունների ծառայություններից։ Այդ ցուցակում է նաեւ Espresso Lab թեյերանների եւ սրճարանների ընկերությունների ցանցը եւ այդ 2 օրվա ընթացքում այդ ընկերությունը իր շրջանառության շատ շոշափելի ծավալի կորուստ է արձանագրել եւ եթե այդպես շարունակվի արդեն մինուսով կսկսի աշխատել։ Արտյոմ, արդյոք կգրանցեն Իմամօղլուին։ Իրականում կալանավորումը նախագահի թեկնածուի գրանցման համար խոչընդոտ չէ, բայց այն, որ չեղարկվել է Իմամօղլուի բարձրագույն կրթության մասին դիպլոմը, այ դա կարող է խոչընդոտ լինել։ Հիշեցնեմ, հենց այն օրը, երբ Իմամօղլուին կալանավորեցին, գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը իր պրայմերիզում առաջադրեց նրան նախագահի թեկնածու, ընդ որում նրա օգտին քվեարկել է գրեթե 15 միլիոն կուսակցական, թեև նա միակ թեկնածուն է եղել, այնուամենայնիվ տպավորիչ թիվ է, չէ։ Եվ ամեն ինչ վկայում է այն մասին, որ Թուրքիայում պատրաստվում են արտահերթ ընտրությունների։ Դա բխում է ոչ միայն ընդդիմության շահերից, այլ նաև իշխանության շահերից։ Բանն այն է, որ եթե Էրդողանը չկառավարի մինչև իր այս լիազորությունների ավարտ, նա կհամարվի, որ վերջին իր լիազորությունները չի ավարտել եւ կարող է նորից նախագահի թեկնածու առաջադրվել, ֆորմալ չխախտելով սահմանադրության պահանջը, թեև նա արդեն 4 անգամ է նախագահ ընտրվել, զուտ ֆորմալ այստեղ կարծես իրավաբանները խնդիր չեն տեսնի։ Իմամօղլուին վարկաբեկելու համար բոլոր հնարավոր միջոցները եւ գործիքները օգտագործում են։ Դրանց թվում է նաեւ
այն թե իբրև թե Իմամօղլուն հունական ծագում ունի, կրկին սկսել են շրջանառել այս վարկածը։ Դեռ կալանավորումից առաջ բրիտանական Times պարբերականին Իմամօղլուն ասել էր, մեջբերեմ նրա խոսքերը. եթե ես հույն լինեի, ես երբեք չէի թաքցնի դա։ Եթե ես հայ լինեի, ես նույնպես դա երբեք չէի թաքցնի։ Հիշեցնեն ժողովրդահանրապետական կուսակցության նախորդ նախագահի տեխնացու Քեմալ Քլիչդարօղլուի դեմ էլ օգտագործում էին իր մոր ծագումը, որը իբրև թե հայ էր։ Արտյոմ, այս ամենը ինչպես են գնահատում գերտերությունների մայրաքաղաքներում։ Դե Ֆրանսիայում, Գերմանիայում խստորեն դատապարտել են եւ հայտարարել են, որ այն ինչ տեղի է ունենում անհամատեղելի է Թուրքիայի եվրոինտեգրացիայի հետ։ Եվրահանձնաժողովը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել, բայց շատ հստակ դատապարտելու խոսքեր չեմ նկատել այդ տեքստում, միայն ասվում է, որ Էկրեմ Իմամօղլուի ձերբակալությունը կասկածի տակ է դնում Թուրքիայի ժողովրդավարական ավանդույթներին իր հավատարմությունը, Թուրքիայի հավատարմությունը, առայժմ լռում են Միացյալ Նահանգներում։ Միգուցե պատճառն այն է, որ այսօր սկսվում է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի պաշտոնական այցը Վաշինգտոն, դա առաջին այցն է Դոնալդ Թրամփի նախագահ վերընտրվելուց հետո եւ ամենայն հավանականությամբ Վաշինգտոնյան բանակցություններում ուղղակի կամ անուղղակի ձևով կշոշափվի նաև հայկական թեման։ Շնորհակալություն, Արտյոմ։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է եղել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին անկախության օրվա առթիվ։ Բարձր են գնահատում Հունաստանի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանը։ Հայաստանի եւ Հունաստանի միջև բարեկամությունը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Համոզված եմ, որ առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի, այն բարձրացնելով ռազմավարական մակարդակի ի շահ եւ ի բարօրություն երկու ժողովուրդների, ասվում է ուղերձում։ Էյր-Ռիադում ավարտվել են Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ներկայացուցիչների ավելի քան 12 ժամ տևած բանակցությունները։ Դրանց ավարտից հետո պատվիրակությունները չեն շփվել լրատվամիջոցների հետ։ Սակայն հայտնի է, որ կողմերը պայմանավորվել են հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը 10-ին ասել է, որ տեղի է ունեցել բարդ, բայց օգտակար երկխոսություն, եւ կողմերին հաջողվել է շատ խնդիրներ քննարկել։ Նա համոզմունք է հայտնել, որ ամերիկյան կողմը նույնպես շահագրգռված է երկխոսության շարունակմամբ։ Միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատահաբար ներառել է The Atlantic-ի խմբագրին չաթում, որտեղ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են Եմենում հութի ապստամբներին հարվածելու գաղտնի ծրագրերը։ The Atlantic-ի խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը ծավալուն հոդված է գրել միջադեպի մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ղեկավարներն ինձ ներառել էին խմբային չաթում, որտեղ քննարկվում էին Եմենին ռազմական հարվածները։ Ես չէի կարծում, որ դա կարող է ճիշտ լինել, բայց հետո ռումբերը սկսեցին ընկնել։ Գոլդբերգի խոսքերով ինքը չաթին միանալու հրավեր է ստացել այս տարվա մարտի 11-ին։ Զրույցին մասնակցել է 18 մարդ, որոնց թվում են եղել ամերիկյան ղեկավարության առանցքային ներկայացուցիչներ, մասնավորապես պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխնախագահ Ջեյդի Վենսը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Հոդվածում նշվում է, որ պաշտոնյաները մանրամասն քննարկել են հարվածների ժամկետներն ու թիրախները եւ այլ երկրների հնարավոր արձագանքը, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերն ու հետևանքները։ Ավելի ուշ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը BBC-ին ասել է, որ կառավարությունը ներկայումս հետաքննում է, թե ինչպես է լրագրողի հեռախոսահամարն ավելացել կառավարության զրույցին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ լրագրողներին ասել է, որ ոչինչ չգիտի միջադեպի մասին։ Տեղի ունեցածը հավանաբար անվտանգության համակարգում ամենալուրջ խախտումներից մեկն է Միացյալ Նահանգների նորագույն ռազմական պատմության մեջ։ Այն սկանդալ է առաջացրել երկրում։ Սենատի թե հանրապետական, թե դեմոկրատական անդամները կատարվածը աղետ են որակել։ Այս ընթացքում Եմենի Անսարալա շարժման հութիները հրթիռներով եւ անօդաչուներով հարձակվել են Կարմիր ծովում ամերիկյան մի քանի ռազմանավերի եւ Հարի Թրումեն ավիակրի վրա։
Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան նշել է, որ հարվածն իրականացվել է ի պատասխան Եմենի դեմ ամերիկյան ագրեսիայի։ Նա ասել է, որ հութիները վերջին 24 ժամվա ընթացքում 2 անգամ հարձակվել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի վրա։ Շարժման խոսնակը նշել է, որ հարվածի հետևանքով ԱՄՆ զինվորականների կողմից ծրագրված հարձակումը Եմենի տարածքում խափանվել է։ Սարյան հայտարարել է նաև, որ հրթիռներով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնվազեցնի նախկինում հատկացված արտակարգ բյուջեի ծախսերը գրեթե 3 միլիարդ դոլարով։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով մոտ 2.5 միլիարդ դոլարը, որը Թրամփը նախատեսում է կրճատել, պետք է հատկացվեր արտաքին օգնության համար, ներառյալ աջակցությունը միգրացիա եւ փախստականների հարցերով աշխատող ՀԿ-ներին, Մոլդովայի եւ Վրաստանի տնտեսական զարգացմանը եւ ներառմանն առնչվող նախագծերին։ Այնուամենայնիվ միջոցները չեն ազդի դաշնակիցներին, այդ թվում Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության վրա։ Աղբյուրը նշել է, որ օտարերկրյա օգնության ֆինանսավորման մի մասը մանրակրկիտ ստուգված չէր եւ լավ մտածված չէր։ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է Բելարուսի նախագահի պաշտոնը։ Սա նրա 7-րդ ժամկետն է որպես հանրապետության ղեկավար, երբ նկարության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի անկախության պալատում։ Երկրի բարձրագույն պաշտոնյաների, ինչպես նաև բազմաթիվ հրավիրվածների ներկայությամբ Լուկաշենկոն աջ ձեռքը դնելով Բելարուսի սահմանադրության վրա, երդվել է հավատարմորեն ծառայել ժողովրդին, հարգել եւ պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պահպանել եւ պաշտպանել սահմանադրությունը։ Բելարուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 26-ին։ Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով Լուկաշենկոն, ով երկիրը ղեկավարում է 1994 թվականից, ստացել է ձայների 86-82%։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Այս ժամին այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։